բոլորին սիրելի YouTube դիտողներ։ Դուք այժմ լսում եք Ախուրյանի երիտասարդական հաբիսաների կողմից ստեղծված ոդքասթը, որը վերաբերում է ջրի խնայողության մշակույթի տարածմանը Ախուրյան համայնքում։ Ջուրը կյանքի հիմքն է, բայց արդյոք մենք խնայողաբար ենք օգտագործում ջուրը։ Ինչ խնդիրներ կարող են առաջանալ ջրի սխալ օգտագործումից։ Այսօր կպարզենք միասին։ Մենք Ախուրյանի երիտասարդական հաբիսաներս։ Ձեր կարծիքով ինչու է ջուրը կարևոր։ Ջուրը կյանքի հիմքն է եւ հիմնականում իմ կարծիքով մարդու օրգանիզմի 60%-ը հենց ջրից է կազմված եւ ոչ միայն ջուրը մարդու համար է կարեւոր, այլ նաեւ կենդանիների, բույսերի եւ հետեւաբար եթե ջուր չլինի, ապա շատ երկար ժամանակ չեն կարող մենք ապրել, ինչպես այդպես էլ բույսերն ու կենդանիները եւ հետեւաբար ջուրը ոչ միայն ռեսուրս է, այլ նաեւ կենսական արժեք։ Բացի այդ ամեն ինչից, ջուրը նաև լայն օգտագործում ունի արտադրության, արդյունաբերության տարբեր ոլորտներում, օրինակ սննդի արդյունաբերությունում, էլեկտրաէներգիա արտադրելու մեջ ու կենցաղային տարբեր ոլորտներում։ Շատ ճիշտ է, իսկ Հայաստանում օրինակ ձեր կարծիքով մենք ջուրը խնայողաբար օգտագործում ենք կամ առհասարակ մենք Հայաստանում այդ խնդիրն ունենք ջուրը խնայողաբար օգտագործելու, թե կարող ենք այդպես լրիվ հանգիստ օգտագործել առանց մտածելու ամեն ինչի մասին։ Օրինակ իմ կարծիքով մենք բավականին լավ տեղ ենք ծնվել ու բավականին բախտավոր ենք այդ հարցում, որովհետև եթե Հայաստանը համեմատենք մյուս երկրների հետ, այստեղ շատ են լեռնային աղբյուրները, գետերը ու ամենակարևորը Սևանա լիճը, բայց մարդիկ այդ ամեն ինչի հետ մեկտեղ չեն գիտակցի օրես ջրի պաշարները հնարավոր է մի օր վերջանան, ու բնականաբար խնայողաբար չեն օգտագործում։ Այո, եւ եթե մենք շարունակենք ջուրը օգտագործել ոչ խնայողաբար, հաստատ մոտ ապագայում կունենանք շատ մեծ խնդիր եւ ինչպես մյուս երկրները, այնպես էլ մենք շատ մեծ խնդրի առաջ կկանգնենք եւ կգնենք ջուր, որը մեր ֆինանսական բյուջեի մեջ չի տեղավորվի։ Իհարկե, լիովին համաձայն եմ ձեզ հետ, ու նաև ուզում եմ նշել, որ Հայաստանում ջրի խնայողության հետ կապված բնակչությունը բավականին ոչ իրազեկ է, եւ այդ քանի որ Հայաստանի մի մասը նաև կազմում է հենց Ախուրյանում նույնպես մենք բոլորս գիտենք, որ ճիշտ է, ինչ որ առումով միջոցառումներ իրականացվում են, բայց բնակչության իրազեկվածության մակարդակը բավականին ցածր է, ու բնակչությունը այդքան տեղեկացված չէ, թե ինչպես կարող է ջուրը խնայել, ու ըստ ձեզ օրինակ մենք ինչպես կարող ենք բնակչության շրջանում խթանել այդ ջրի խնայողության մշակույթը, որպեսզի բոլորը հասկանան եւ կարեւորեն ջուրը, քանի որ ջուրը անսպառ ռեսուրս չէ։ Մարիամ, ճիշտ է, իմ կարծիքով պետք է որոշ միջոցառումներ իրականացվել հենց ջրի խնայողության համար, որովհետև բնակիչները Ախուրյանի կարող է տեղյակ են, որևէ գիտելիքներ ունեն, սակայն գիտելիքը դա չի հանգեցնում վարկի դրսևորմանը եւ ոչ միայն գիտելիքն է կարեւոր, այլ նաեւ վարկը եւ մենք մեր սեփական վարկով պետք է խթանենք մեր բնակիչներին, որպեսզի նրանք եւս խնայողաբար օգտագործեն։ Ու բացի դորից տնային պայմաններում, եթե օրինակներով բերենք, ծորակները շատ հաճախ բաց կթողնան, կան ինչ-որ ոռոգման համակարգերով իրանք արդյունավետ չեն աշխատի, հետո արտահոս կա ջրի բավականին շատ արտահոս կա, ու եթե այսպես հաշվենք, թե ամեն մարտորական ինչքան ջուր կվատնե իրան կտանուր գումարելով, մենք բավականին մեծ կորուստներ կունենանք։ Համաձայն եմ լրիվ, ու ուզում եմ նաև այստեղ ասել, որ հենց Հայաստանի պայմաններում նաև գետերի աղտոտումը նույնպես շատ բացասական ազդեցություն ունի ջրի պաշարների վատմանը անիմաստ, քանի որ ջրերի այդ աղտոտման հետևանքով մենք էլի բավականին մեծ հսկայական ռեսուրս ենք կորցնում, բայց իհարկե համաձայն եմ լիովին նաև քեզ հետ Վարդուհի, որ մենք կենցաղային շատ պստիկ օրինակներով ահա որ շատ վատնում ենք ջուրը լրիվ անիմաստ, ու օրինակ ըստ ձեզ որն է հիմնական պատճառը, որ մարդիկ իսկապես չեն հասկանում ջրի խնայողության կարևորությունը ու իսկապես այդպես չեն անում։ Օրինակ սովորություն է ձևավորված, որ չգիտեմ, ծորակը բաց են թողնում, բա ինչու հակառակ սովորությունը չի ձևավորվել ըստ ձեզ։ Իմ կարծիքով փոքրուց պետք է այդ ամեն ինչը կա, պետք է ամեն ինչ ընտանիքներից կա, մեծը պետք է սովորեցնի փոքրին եւ ինքը մեծը հենց դա անի, եւ այդպիսով ամբողջ ընտանիքները, բոլոր ընտանիքները այդպես վարկ դրսևորելով հետագայում կհանգեցնեն խնայողաբար օգտագործման եւ օրինակ ջուրը
օրինակ մերոնք ջուրը օրինակ մեր 5 րոպե բաց թողան որ պաղի, բայց ինքը մեր րոպե մեջը արդեն պաղ է ու նաև այդ խոզանակները, ատամները խոզանակելուց չեն փակում ջուրը, շատ երկար են լոգանք ընդունում, դրանք ամբողջը հանգեցնում է պատման ջրի պաշարների։ Այդ սարսափելի վատ սովորությունների պատճառը ըստ իս օրինակ այդ հետևանքները չգիտակցելն է, որովհետև բնակչությունը չգիտի թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ամեն ինչը, ու քանի որ նաև մենք բազում բնապահպանական խնդիրներ ունենք, այս ամեն ինչը նաև նպաստում է ջրային ռեսուրսների վատմանը անիմաստ, ու մենք ցավոք շատ շուտով կկանգնենք ու կփախվենք այդ խնդրի առաջ ու ցավը հենց այն է, որ բնակչության մեծ մասը նաև չգիտի, որ ջուրը սպառվող ռեսուրս է ու անսպառ չէ, այսինքն մենք այո, այսօր բախտավոր ենք, մենք Հայաստանում ենք ծնվել, Հայաստանում ունենք ջրի հսկայական ռեսուրս, սակայն եթե Հայաստանից դուրս նայենք, օրինակ տարբեր այլ երկրներում ջրի հետ կապված անընդհատ խնայողությունը խթանելու համար տարբեր միջոցառումներ են իրականացվում, այսպես պետական մասշտաբով, ու այդ ամեն ինչի պատճառը նաև այն է, որ այդ երկրներում չկա ջրի խնդիր արդեն ու պետությունը արդեն հստակ քայլեր է ձեռնարկում, իսկ մեզ մոտ այդ խնդիրը կա, որովհետև մենք մտածում ենք, որ ջուրը անսպառ է եւ կարող ենք այն այսպես անսպառ օգտագործել ու այդ փոքր վատնումները անգամ մենք չենք նկատում այստեղ, օրինակ Ռոզարի բերած օրինակը, որ ատամները խոզանակելիս էլի ջուրը բաց են թողնում, ամեն անգամ երբ որ այդպես պստիկ ամեն առավոտ ամեն մեկը բաց թողնի ծորակի ջուրը, պատկերացնենք ամեն մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ինչ ահռելի քանակության այսպես ջուր կօգտագործի ու այդպես բնակչության ամբողջ աշխարհի բնակչությունը ու դա իսկապես շատ սարսափելի շատ սարսափելի իրավիճակ է ստեղծում ու դրա համար այդ պատճառներից չեն նկատում վատնումները ու այդպես, որովհետև մի անգամ օրինակ չգիտեմ, ջրագիծ է պայթում այդ ժամանակ ասում են վայ ջուրը, բայց ամեն անգամ օրինակ չգիտեմ, թեկուզ ծորակի ջուրը մի քանի րոպեով բաց թողնելիս չեն մտածում, որ սա էլ կարող հանգեցնել, այո։ Իսկ ըստ ձեզ, ինչպես այդ ջրի խնայողության մշակույթը խթանել համայնքում, թե երիտասարդների շրջանում, թե առհասարակ տարիքով ավելի մեծերի մոտ։ Իմ կարծիքով նախ առաջին հերթին դու ես հարցին լուծում տան կրթության միջոցով, օրինակ դպրոցներում կազմակերպենք ինչ-որ միջոցառումներ կամ բաց դասեր, կամ չգիտեմ նախագծային աշխատանքների միջոցով ինչ-որ հետազոտություններ իրականացնենք ու բարձրաձայնենք մարդկանց։ Իրականում կներես այդ մասով մի բան ասեմ, ինչի համար ենք ասում, որ հենց դպրոցներում այս ամեն ինչը իրականանա։ Օրինակ ըստ իս շատ ճիշտ է, որ դպրոցներից պիտի սկսենք, որովհետև քանի որ մենք երիտասարդ ենք ու մեզ մոտ դեռևս այդ կարգի շատ չեն ձևավորվել այդ սովորությունները, մենք կարող ենք դեռևս փոխել մեր մեջ ինչ-որ շատ բաներ, բայց մեր տատիկները, պապիկները, ինչ չէ նաև ծնողները արդեն բավականին մեծ են եւ արդեն այդ սովորությունները ձևավորել բավականին բարդ է ու շատ ճիշտ է, որ դպրոցներին այսպես շատ փոքրուց երեխաներին սովորեցնեն ջուրը խնայել ու դա ըստիս ավելի արդյունավետ է, քանի որ նոր եկող սերունդին սովորեցնեն ինչ-որ բանը ավելի հեշտ է, քան արդեն իրենց կյանքը ապրած եւ ապրող մեծ տարիքակից եւ գուցե ծնողներին կարողանանք սովորությունը ձեռք բերել մեր անձնական օրինակով, մեր ընկերներին, օրինակ մեր քույրերին, եղբայրներին, ընտանիքի անդամներին, կարևորը մեր անձնական օրինակն է, մեր սեփական օրինակն է, մենք պետք է ցույց տանք, որ հենց դա այդպես է եւ մի քանի տարիների ընթացքում ինձ թվում է գոնե որոշակի փոփոխություն կլինի։ Այո, օրինակ ես իմ մասով ասեմ, ես քանի որ ես ոլորտի մեջ մի փոքր ավելի շուտ եմ եղել, 13 տարեկանից հիշում եմ առաջին անգամ այս թեմայով դասընթացից հետո գնացել եմ տուն ու բոլորին ասել եմ՝ «Всё, վերջ սրանից հետո ամեն ինչ խնայողաբար եք օգտագործում, որովհետև սա բնությանը առելի մեծ վնաս է տալիս»։ Ու այդպես արդեն մեր տանեցիներն են էլի սովորել, որ պիտի ամեն ինչ խնայողաբար օգտագործեն։ Խոսքը այստեղ արդեն անձնական օրինակով ստիպել ես ձեր տանեցիներին, որպեսզի այո, ու խոսքը ավելի շատ մեզիկ ստիպեն, որովհետև ավելի շատ ֆինանսի հետ չէ կապված։ Դու կար իրոք մտածենք այդ ամեն ինչի Շատ ճիշտ է։
Օրինակ, ինչ պարզ քայլերով կարող ենք մենք խնայել ջուրը, ես իմ օրինակով ասեմ, հենց այդ ատամները խոզանակելու օրինակը ամենաակնառու օրինակներից է, որովհետև դա ամենափոքր պարզ քայլերից մեկն է, բայց դրա միջոցով մենք կարող ենք օրինակ ահռելի քանակությամբ մեր մասշտաբով արդեն անձնական մակարդակով օգնել բնությանը։ Օրինակ, դուք ինչ առաջարկներ ունեք։ Ես ատամներս լվանալուց փակում եմ ծրագը, բայց նրան հակառակ ես շատ երկար եմ լոգանք ընդունում, մոտ ամենակիչը լուրջ իրական թիվ է 1.5, չէ, ես այդ իրոք քիչ չեմ պատկերացնել, ես միշտ դնեմ գժամը, նայենք ինչքան է ու դի կողրեդի թիվ է։ Իսկ օրինակ իմ մոտ հակառակն է, ես ատամներս բաց կթողնեմ, բայց ես ամենաշատը 40 րոպե։ Չէ։ Փաստորեն ես երկար չեմ նոխանա։ Ես 40 րոպե, կես ժամ երևի։ Չէ, իմ մազերը համ գանգուր է, համ երկար է, ես տարի ենք։ Չէ, բայց առաջ էլ մազերս երկար էր, այդ ժամանակ էլ։ Չէ, մեր խոճու չէ։ Մի քիչ։ Լավ։ Հաջորդ Իսկ ինչ կարող են անել երիտասարդները այս մակարդակում, որովհետև օրինակ ասեցինք, ծերերը կարող են օրինակ այդ մինիմալ քայլերով անել, մենք որպես երիտասարդ ինչ կարող ենք անել։ Տեղեկատվական արշավներ, հետազոտություններ իրականացում, օրինակ ոդքասթներ այսպես իրականացնել եւ ինձ թվում է ավելի կհետաքրքրի երիտասարդներին, քան որ հիմա համացանցի մեջ են։ Հա, ես լիովին համաձայն եմ այդ սոցցանցերի հետ կապված, որովհետև օրինակ ըստիս այդ ոդքասթներն էլ դեռևս այդքան չէ, ինչքան Instagram-յան նկարչությունները, որովհետև այսպես ավելի շատ երիտասարդությունը Instagram-ում, TikTok-ում, այդ հարթակներում է ավելի լայն գործունեություն ծավալում, այսպես ասած, եւ հիմնականում այդտեղ երևի ավելի արդյունավետ կլինի։ Ու իհարկե նաև չմոռանանք, որ կարող ենք նաև պաստառներ ինչ-որ ավելացնել դպրոցներում, օրինակ համայնքային ինչ-որ տարածքներում ու այդ ամեն ինչը, բայց օրինակ հենց նոր մտքիս մի բան եկավ, օրինակ այդ պաստառները շատ հարաբերական է, որովհետև պաստառներն են իրենց հերթին թափոն, ճիշտ է ջրի խնայողության հետ կապ չունի, բայց դա խնայողությամբ պետք է վերամշակել, թափոնների հետ կապված կլինի, ըստիս լավ, պաստառները կարող են չորթափել, կամ շատ լավ է։ Դրանով կարող է։ Բայց ամեն դեպքում երևի պաստառներն են, եթե վերամշակվող լինի, ոչ թե պոլիէթիլենային թաղանթով, այլ ոչ թե փայլուն թղթերով, այլ հենց սովորական թղթով է, երևի այդ ավելի էկո է։ Այդ տարբերակը ավելի էկո տարբերակ է։ Այդ ամեն ինչից բացի կարող ենք նաև ինչ-որ հետազոտություններ անել, որ մենք արել ենք ծրագրի շրջանակներում այս վերջերս, ու հետազոտության արդյունքում բավականին տխուր վիճակ ունենք, որ ջրի խնայողության հետ կապված բավականին ցածր մակարդակի վրա է բնակչության իրազեկվածությունը, բայց սա արդեն ինքնին քայլ էր, որ մենք արել ենք այս ոլորտում, ու կարող ենք նաև ինչ-որ լուծումներ փնտրել ու տարբեր համայնքային ծրագրերի շրջանակներում այդ հարցերին ինչ-որ շատ փոքրիկ մասշտաբի լուծումներ տալ։ Իսկ օրինակ, եթե այսօր չխնայենք ջուրը, ապա ինչ կարող է լինել ապագայում։ Սարսափելի վիճակ է, չէ՞։ Օրինակ մեր համայնքում որ այդ խնդիրը վաբշե չի եղել, թեկուզ եթե մի օր մեծ ջուր չունենաս, պես ահա որ խառնաշփոթ կեղնի, որովհետև մենք իշխան արդեն սովոր ենք այս ամեն ինչին։ Որ միշտ պետք է լինի ջուր, օրինակ մեր ընտանապես չեն կտրում հիմնականում, դա վտարների դեպքում է շատ այդ ժամանակ է պատահում, բայց օրինակ ուրիշ տեղեր, օրինակ 12-ից հետո ինչքան գիտեմ ջուր չունին, հա, իսկ մերը շատ լավ է։ Հա։ Դրա համար մենք չենք գիտակցում մեր ունեցածը։ Ունեցածը։ Գործենք նոր գիտակցենք իրեդ ու շատ գյուղատնտեսական խնդիրների կբերեք գների աճի արտեմ, շատ բնապահպանական ճգնաժամի։ Շատ ճիշտ է, ու այս ամեն ինչի մասին խոսելիս ուզում եի ասել, որ նաև այս ջրի պակասը կարող է շատ ու շատ այլ խնդիրների առաջացնել, որոնք կարող են լինել նաև այդ երաշտների մասշտաբով ու երկրագնդը նաև կգնալ կործանման, որովհետև ինչպես գիտենք ջուրը բավականին կարևոր գործառույթ է կատարում, որովհետև ինքը տարբեր ագրեգատային վիճակներում գտնվելով շրջանառվում է ամբողջ բնության մեջ, ու եթե ջուրը ուղղակի այսպես անիմաստ մենք վատնենք, այդ ամեն ինչի հետևանքով շատ վատ ազդեցություն կունենա այդ ամեն ինչը նաև մեր գոյատևման համար նույնիսկ, սա այդ գների աճը,
ինչ որ տնտեսական խնդիրները հələ շատ փոքրիկ են, էլի, այդ ամեն ինչի հետ համեմատած, որ պատկերացնում ենք երկրագնդը ուղղակի կվերանա, ու բնականաբար մենք մարդկությունը, այո, միանշանակ։ Հա, ու իսկապես իզուր չեն ասում, որ ջուրը կյանք է, ու ջրի շնորհիվ է այս աշխարհը նաև գոյություն ունենում, եւ հիմա ամեն ինչ ջրի շնորհիվ է, նաև այսպես ասած։ Իսկ ինչ ուղերձ ունեք առհասարակ երիտասարդներին, որ կարողանան ավելի ճիշտ օգտագործել ջուրը եւ խթանեն իրենց մոտ ջրի խնայողության մշակույթը։ Ամենաառաջինը իրանք պետք է հասկանան, որ ջուրը անսպառ ռեսուրս չէ ու հետևեն թե իրանց վարկագծին ու սեփական օրինակով փորձեն կանխեն այն ամեն ինչը, ինչ որ ապագայում հեսի պիտի սպասվի։ Իսկ դու Ռոզա։ Խոսանակելիս փակեք ծրագրերը, երկար լոգություն տունեք, ես այս ոդկասթից հետո կսկսեմ որոշ աշխատանքներ տանել ինձ վրա, որպեսզի խնայենք այս կանոնը։ Իսկ ինչ ընդհանուր ուղերձ ունեք մեր համայնքի երիտասարդներին։ Իմ ուղերձը այն է, որ յուրաքանչյուրը պետք է հիշեն, որ ջուրը պարզապես ռեսուրս չէ, այն մեր ապագան է եւ ամեն մի կաթիլ ունի արժեք եւ կարեւորություն։ Եվ եթե յուրաքանչյուր երիտասարդ այսօր ծառայի որպես օրինակ լինի պատասխանատու եւ գիտակցի ջրի ճիշտ օգտագործումը, Աղուրյան համայնքը ավելի զարգացած կլինի։ Այսպիսով ջրի խնայողությունը պարզապես պարտականություն չէ, այն պատասխանատվություն է մեր համայնքի եւ ապագա սերունդների առաջ։ Եվ եկեք հիշենք, որ պետք է սկսենք այսօր, հենց հիմա, մեզնից եւ մեր ընտանիքի անդամների սովորությունները փոփոխելուց։ Իսկ եթե ոդքասթը լսեցիք մինչեւ այս պահ, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, արդյոք դուք խնայում եք ջուրը։ Պակա-պակա։